Ընդհատեք ընդհատողներին։ Ուրեմն լսեք ինձ պարոն Խաչատրյան, նախ սուս մնացեք, երկրորդը նախ լռեք, հետո իմ հետ խոսեք հարգալից, հետո միացեք ձեր չափերը։ Լավ չեք գծում ուրեմն ես կգծեմ հիմա ու հանգստացեք ասեցի, հանգիստ, շարունակեք տիկին Վարդանյան։ Այս վիճաբանությունը սկսվեց այն ժամանակ, երբ իր ելույթում Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը իշխանության հասցեին ասաց 2024-ը եղել է մի թվական, որ Արփի Դավոյանը, Վահագն Ալեքսանյանն ու Նիկոլ Փաշինյանը նստել ու իրենց վարչության նիստում որոշել են ինչն է Հայաստան, ինչը չէ։ Ռուբեն Ռուբինյանը Վարդանյանին հորդորեց հարգալից լինել, հիշեցնեմ, խորհրդանում քննարկվում է կառավարության 2021-26 թվականների ծրագրի 2024 թվականի ծրագրի կատարման ընթացքը։ Եթե Սյունիքն էլ տակ 2025-ը ընդհանրապես խաղաղ կլինի։ Այս կրակոցները մի քիչ ձեր վիճակագրությունը խառնում են։ Սյունիքը որ տակ, այդ կրակոցները կբան կանեն ու ձեր վիճակագրությունը փայլուն ոչինչ չի խախտի։ Իսկ գիտեք 2024-ը ինչ թվական է եղել։ 2024-ը եղել է թվական, որ Արփի Դավոյանը, Վահագն Ալեքսանյանն ու Նիկոլ Փաշինյանը նստել իրենց վարչության նիստում որոշել են ինչն է Հայաստան, ինչը չէ։ Ու որոշել են, որ օրինակ Տավուշի գյուղերը, տարածքները Տավուշից դա Հայաստան չի։ Եղբայր ով է ասում Հայաստան չի։ Մեր վարչությունը։ Ես որոշել եմ Հայաստան չի։ Շուրմուխեն կեսն էլ Հայաստան չէր։ Ով է ասում ես եմ որոշել։ Ոնց ես որոշել ինչ կապ ունի, ժողովրդավար երկրում ենք։ Ու 2024-ը եղել է տարի, երբ որ դուք առանց այդ երկու երկրների հանձնաժողովների համաձայնագրի ԱԺ-ում հաստատման միջև է տանելը ձեր իրական Հայաստանը Ադրբեջանի արևմտյան Ադրբեջանն է, բայց դա շատ վախենալու է հնչում, համաձայն եմ, եւ պիտի վախենալու հնչի։ Ոչ եք գալու ասեք մենք արևմտյան Ադրբեջան ենք ստե կառուցում։ Պիտի գայիք եւ դա փաթեթավորեիք։ Ու դրա փաթեթավորումը դուք այդ իրական Հայաստան կոնցեպտի ներքո եք իրականացնում։ Եվ վերջում ավարտեմ ելույթի հնարավորություն դեռ կլինի։ Այս պետությունը չի կարա լինի երշիկի ու հարկ տալու մասին։ Այս պետությունը հայկական ինքնության մասին մենակ կարա լինի, այդ ինքնության պաշտպանման ու զարգացման։ Ձեր երշիկ կալբասային այդ կոնցեպտը ինչքան էլ ուզենաք արևմտյան Ադրբեջանը դրանով թաքցնել, դա ձեր մոտ չի ստացվել։